Իսպանիան անոմալ թեժ տարերքից դեռևս ուշքի չեկած բախվել է նոր մեգա ճգնաժամի, աննախադեպ միգրացիոն քաոս։ Եվրոպական երկիրը պարզապես խեղդվում է Մարոկոյից ներխուժած փախստականների ահռելի հոսքից։ Փչովի օղակներ, լաստեր ու լողորդի հատուկ համազգեստ, սա բաց ծովում լողի մրցաշար չէ, այլ կյանքի ու մահվան պայքար։ Հազարավոր միգրանտներ Մարոկոյից անօրինական ճանապարհով բառացիորեն սողոսկել են Իսպանիայի Սեուտա ինքնավար քաղաք։ Սեուտան Իսպանիայի էքսկլավն է Հյուսիսային Աֆրիկայում և Եվրամիություն-Աֆրիկա սահմանի ցամաքային երկու հատվածներից մեկն է։ Մարոկացիները սկզբում սահմանն անցել են ցամաքով, այնուհետև ջրային ճանապարհով։ Ափ հասնելուն պես շնորհակալություն են հայտնել Աստծուն, պարզապես երջանիկ են։ Երջանիկ ենք, որ հասել ենք այստեղ, շատ ծանր փորձություն էր մեզ համար, ոստիկանները փորձում էին կանգնեցնել մեզ, բայց մեր կամքի ու վճռականության շնորհիվ հասանք այստեղ։ Հույզերի պոռթկում է, ոմանք չեն կարողանում զսպել արցունքները։ Դեռ կան հարյուրավոր մարոկացիներ, որոնք փորձում են այստեղ գալու հնարավորություն գտնել։ Նրանք մտածում են, որ Իսպանիայում կա ապագա, աշխատանք։ Դա ճիշտ է, սակայն երբ այստեղ են գալիս, առերեսվում են դաժան իրականության հետ։ Նրանք ոչինչ չունեն այստեղ, նրանց վերաբերվում են որպես ոչնչություն։ Տեղացիները ցնցված են իրենց քաղաքում ստեղծված քաոսային վիճակից։ Անկեղծ ասած, սա անարգանք է։ Իսպանիայի համար միակ լուծումն այն է, ինչ անում է Դոնալդ Թրամփը, արտաքսելով ապօրինի միգրանտներին։ Դրա համար նախ եւ առաջ նավատորմ պետք է աշխատի, որպեսզի բոլորին կանգնեցնի սահմանին։ Խնդրում ենք, Սանչես, կարգավորիր խնդիրը, եթե ոչ հրաժարական տուր։ Միգրանտների հոսքն այնքան հզոր ու պայթյունավտանգ է, որ Իսպանիայի կառավարությունը զինվորական ստորաբաժանումներ է ուղարկել ոստիկանությանն օգնելու համար։ Սակայն իրավապահները չեն կարողանում վերահսկել իրավիճակը։ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսն անոնսել է շրջան այցի մասին։ Տեղական իշխանությունն հազանգել է, Սեուտայում ստեղծվել է հումանիտար ու արտակարգ ճգնաժամ։ Շրջանի ղեկավարը նշել է, որ միգրանտների ընդունման կենտրոններն արդեն լի են։ Հարյուրավոր մարոկացիներ գիշերում են փողոցներում, բաց երկնքի տակ։ Ծովային դաժան ճանապարհորդությունը վերջինն է եղել ոմանց համար։ Մոտ 20 մարոկացի է տանուլ տվել կյանքի ու մահվան պայքարը։ Կան բազմաթիվ վիրավորներ։ Միայն 24 ժամվա ընթացքում սահմանն անօրինական հատել է մոտ 50,000 միգրանտ։ Միգրացիոն ճգնաժամը խորանում է ժամ առ ժամ։ Սեուտայի իշխանությունը Մադրիդին կոչ է արել արտակարգ դրության ռեժիմ սահմանել։ Վիճակը փակուղի է մտել նաև Իսպանիայի գերագույն դատարանի որոշման պատճառով։ Հուլիսի սկզբին դատարանը վճիռ էր կայացրել, համաձայն որի ծովով Սեուտա եկած միգրանտները չեն կարող անմիջապես վերադարձվել։ Մաֆիան ու հանցավոր խմբավորումներն էլ օգտվել են այս որոշումից ու միգրանտների ահռելի հոսքի պատճառ դարձել։ Տեսանյութ է հրապարակվել, թե ինչպես է Մարոկոյի թագավորական ժանդարմերիան միգրանտներին բեռնատարներից իջեցնում Իսպանիայի հետ սահմանին։ Իսպանիայում տեղի ունեցողը հիշեցնում է 2021 թվականի իրադարձությունները, երբ մի քանի օրում Մարոկոյից ու աֆրիկյան մյուս երկրներից 10,000 փախստական էր ներխուժել 85,000 բնակչություն ունեցող անկլավ։ Մտավախություն կա, որ քաոսը կարող է ձնագնդի նման տարածվել եվրոպական մյուս երկրներում։ Ֆրանսիան ուժեղացնում է սահմանային հսկողությունը։ Իտալիան կոչ է անում դադարեցնել Շենգենյան համաձայնագիրն Իսպանիայի հետ։ Մարիկ Օստանյան, Էպիկենտրոն։